ՌԴ փոխարգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով դա կուժեղացնի արդեն գոյություն ունեցող տնտեսական կապերը եվրասիական տարածքում։ Գալուզինը նշել է, Ադրբեջանը կկարողանա օգտվել ընդհանուր շուկայի առավելություններից։ Նա ընդգծել է նաև տրանսպորտի, ներդրումների եւ ծառայությունների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Ռուս պաշտոնյան հավելել է, կցանկանային տեսնել Ադրբեջանի նաև Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում։ Իրանը պահանջում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրից անմիջապես հետո ապասառեցվի իր սառեցված արտասահմանյան ակտիվների առնվազն 50%-ը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Նրա խոսքով մնացած միջոցների փոխանցման ժամկետները կարող են դառնալ հետագա բանակցությունների առարկա։ Ղարիբաբադին ընդգծել է խոսքը Իրանի սեփական միջոցների մասին է, նա մեղադրել է ԱՄՆ-ին այդ ակտիվները ապօրինաբար սառեցնելու մեջ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով Մոսկվան Կիևի կողմից նման պատրաստակամություն չի տեսնում։ Լավրովը նաև նշել է, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շարունակում է անընդունելի մնալ Ռուսաստանի համար։ Նա պնդել է, եվրոպական երկրները ավելի հեշտ են պատկերացնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում, քան Եվրամիությունում։ Նախարարի խոսքով այդ հարցում դեռևս առաջընթաց չի նկատվում։ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչի եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը եւ անվտանգության հարցերը։ Արաղչին ներկայացրել է Իրանի շուրջ ընթացող բանակցությունների եւ վերջին զարգացումների մանրամասները։ Բայրամովը կարևորել է դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային կայունության պահպանման համար։ Կողմերը անդրադարձել են նաեւ ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանը որևէ պատճառ չունի պայքարելու Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ։ Նրա խոսքով նման պնդումները անհեթեթություն են։ Պուտինը դրանք անվանել է նաև դիտավորյալ սադրանք։ Նա ընդգծել է, Մոսկվան շահագրգռված չէ նման հակամարտությամբ։ ՌԴ նախագահի խոսքով նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նա առաջարկել է դադարեցնել հակամարտությունը եւ անցնել բանակցությունների։ Զելենսկին առաջարկել է հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Նրա խոսքով բանակցություններին պետք է նախորդի լիակատար հրադադարը։ Ուկրաինայի առաջնորդը կողմ է արտահայտվել քաղաքական կարգավորմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, Զելենսկու նամակը փոխանցվելու է Պուտինին։ Նա նշել է, Կրեմլը ծանոթացել է դրա բովանդակությանը։ Պեսկովի խոսքով, եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա։ Նա հավելել է, հարցը կքննարկվի համապատասխան մակարդակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, լավ կլինի, եթե Պուտինն ու Զելենսկին հանդիպեն։ Նա նշել է, կողմերը պետք է գնան փոխադարձ զիջումների։ Թրամփի խոսքով դա կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Նա դրական է գնահատել ուղիղ շփումների հնարավորությունը։ Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել նման հանդիպումը կկայանա։ Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբին քաղաքը, այնտեղից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։ Զինվորականները սկսել են ականազերծման եւ տարածքի անվտանգության ապահովման աշխատանքները։ Գործողությունը կապված է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Լիբանանյան կողմը պարտավորվել է պահպանել անվտանգությունը տարածաշրջանում։ Դիբինը ռազմավարական կարևոր դիրք ունի հարավային Լիբանանում։ Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ՆԱՏՕ երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ Նրա խոսքով, Վաշինգտոնը դիմել է դաշնակիցներին աջակցություն ստանալու համար, սակայն ինչպես նշել է Թրամփը, նրանք հրաժարվել են մասնակցել։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, նման որոշումը սխալ էր։ Գելափի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որ կուսակցությունների կամ դաշինքների օգտին են քվեարկելու։ Հարցվածների 32.4%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 16.4%-ը նշել է Ուժեղ Հայաստան կուսակցություն, Հայաստան դաշինքին քվեարկել է 15.2%-ը, 8.8%-ը նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Միասնության թևեր կուսակցություն նշել է 6.2%-ը։ Նավասարդյանի սրանք այն կուսակցություններն են, որոնք ըստ արտանագրած ցուցանիշների անցնելու են խորհրդարան։ Վահարավոտից իրավապահ մարմիններն անցել են ձերբակալությունների։ Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի գործը կապված է 2009-ից 2016 թվականներին ընկած ժամանակահատվածի հետ, երբ նա եղել է կրթության եւ գիտության նախարար։ Գործը վերաբերում է իբրև թե ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործին։ Նույն գործով ձերբակալման որոշում է կայացվել նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության
կառավարության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Կասպարյանի եւ նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Երևան Մոլ Արևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։ Երեք ձերբակալվել է նաև պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ Արման Սահակյանը ենթադրաբար ընտրակաշարք տալ կամ ստանալու մեղադրանքով։ Այսօր արդեն հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա կալանավորվել է 2 ամսով։ Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ լեյտենանտ Իրանտ Խաչատրյանին, իբրև թե 2023 թվականի սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։ Ձերբակալվել է նաև Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեկլարյանը։ Արարատցեմենտ ընկերության գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով դատախազությունը Պետշահերի հայց է ներկայացրել դատարան։ Այս մասից հայտնել են դատախազությունից օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան կառավարության վերոնշյալ որոշումն առոչին ճանաչելու եւ հետևանքները վերացնելու պահանջով։ Հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների ներառվել են մասնավորապես գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ։ Եվրոմեդիա 24-ի եթերում կայացել է քննարկում ոչ արևմտյան Ադրբեջան շարժման համակարգողներ Հայկ Նահապետյանի եւ Սուրեն Սուրենյանցի մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջին տարիներին ակտիվորեն առաջ մղվող արևմտյան Ադրբեջանի հայեցակարգին, ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հնչող հայտարարություններին, ինչպես նաեւ այդ նարատիվների քաղաքական եւ անվտանգային հնարավոր հետևանքների Հայաստանի համար։ Այսինքն Ադրբեջանի ժողովրդի մոտ կա մոտիվացիոն դաշտ, որ այս տարածքները իրենց պատմական հայրենիքն են եւ իրենք պատրաստ են ազատագրելու այս մասը, այսինքն սա այնքան առարկական եւ պրակտիկ է։ Մնում է մնացածը գործիքական ստեղծել, այն ինչ որ հիմա անում են միջազգային ատյաններում իրենց ներկայացվածությունը, ընդ որում 300,000 թիվը դա Ալիևի 1988-91 թվականների թիվ է, որը իրականում կեղծիք է։ Վերջին մարտահրավերով խորհրդային միության 85,000 ադրբեջանցի է ապրել։ Իրականում Ալիևը հրապարակավ ՄԱԿ-ի ամբիոնից անցյալ տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթնաժողովում 1 միլիոն թիվն էր ասում։ Այսինքն նաև ինքը ասում էր 300,000 եւ ժառանգները ամենայն հավանականությամբ։ Այս վտանգը խիստ առարկայական է, սա վերացական չի։ Ադրբեջանը եւ ոչ միայն իր հարևան Թուրքիան, Բրիտանիան պատրաստում են բոլոր նախադրյալները, որ եթե կարճ ճանապարհով, այսինքն ճակատամարտ ռազմական գործողություն հաղթանակ չտանեն, ապա երկարատև մոտեցումը հենց կոնկրետ Աջարեի սկզբունքն է։ Բանախոսներից Հայկ Նահապետյանի գնահատման արևմտյան Ադրբեջանի նախագիծը միայն Հայաստանի հետ կապված նախաձեռնություն չէ, այլ շատ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մաս է կազմում։ Անդրադառնալով ոչ արևմտյան Ադրբեջան շարժման գործունեությանը Սուրեն Սուրենյանցն էլ նշել է, որ միջազգային կառույցներից մեծ արձագանքներ չեն ակնկալել, սակայն իրենց հիմնական նպատակը եղել է թեման հանրային եւ քաղաքական օրակարգ բերելը։ Մենք ինքան միամիտել չենք, որ մտածեինք, որ իրենք արձագանքելու են, ի վերջո այս ամեն ինչը նաև հովանավորվում է արևմտյան կոնկրետ կենտրոնների կողմից, որտեղ Ռուսաստանի ռեգիոնից դուրս մղելու խնդիր են լուծում այս պրոյեկտներով, հա։ Եվ բայց մեր համար ի սկզբանե ակնհայտ էր, որ արձագանք չենք ունենալու։ Բոլոր դեպքերում չի, երբ որ ինչ-որ մեկին դիմում ես անպայման արձագանք ստանալու ակնկալիքով։ Իմ համար կարևոր է, որ հանրային դիսկուրսում այս թեման օրակարգ հանրության կողմից իհարկե հանրության փողոցով տեսնում այս վտանգի մասն է հարցը։ Ուկրաինայի նախագահ գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կոշտ արձագանք է տվել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին խորհուրդ տալով խուսափել հրապարակային հայտարարություններից։ Պոդոլյակը հեգնական ձևով նշել է, եթե Լուկաշենկոն ցանկանում է պահպանել կայունությունը, ապա ավելի նպատակահարմար կլինի զերծ մնալ նման հայտարարություններից։ Նրա մեկնաբանությունը հնչել է Բելարուսի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հայտարարությունների ֆոնին։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մեկ պայմանով։ Նրա խոսքով Ուկրաինան պետք է դադարեցնի հունգարական փոքրամասնության իրավունքների խախտումները։ Մադյարը հիշեցրել է, մոտ 100,000 հունգարացիներ Ուկրաինայում տարիներ շարունակ զրկված են մի շարք հիմնարար իրավունքներից։ Նա նշել է, այդ հարցի լուծումից հետո պատրաստ կլինի հանդիպել Զելենսկու հետ։ Հնարավոր հանդիպման վայր է առաջարկվել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Պերեգովե քաղաքը։
Ամերիկացի ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիթերը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունները Բելարուսի վերաբերյալ։ Նրա կարծիքով դրան կարող են ուղղված լինել Մինսկի եւ Վաշինգտոնի միջև հնարավոր շփումները բարդացնելուն։ Ռիթերը նշել է Դոնալդ Թրամփը դրական վերաբերմունք ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Նա ենթադրել է հենց այդ պատճառով են հնչում նման հայտարարություններ։ Վերլուծաբանը նաև ընդգծել է հրապարակային մեղադրանքները չեն ուղեկցվել հրապարակային ապացույցներով։ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար Իսմայել Քաանին հայտարարել է Իսրայելը պետք է նահանջի նախկինում զբաղեցրած դիրքերից։ Նրա խոսքով դա դիմակայության ուժերի նվազագույն պահանջն է։ Վերջինս նշել է խոսքը վերաբերում է այն դիրքերին, որոնք զբաղեցվել էին պատերազմի մեկնարկից առաջ։ Միխայել Պոդոլյակը հայտարարել է Ուկրաինան ի վիճակի է խոցել Բելարուսի տարածքում գտնվող կարևոր օբյեկտները։ Նա նշել է անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտները կարող են ոչնչացվել։ Պոդոլյակը նաև անձնական զգուշացում է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Նրա հայտարարությունները քննադատության են արժանացել նույնիսկ Ուկրաինայի ներսում։ Վերջին շաբաթներին Ուկրաինան ուժեղացրել է ռազմական ներկայությունը Բելարուսի հետ սահմանին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չեն վերացվի։ Նրա խոսքով հնարավոր է միայն որոշ սահմանափակումների մեղմացում։ Ռուբիոն նշել է դրա դիմաց Թեհրանը պետք է հրաժարվի բարձր հարստացված ուրանից եւ սահմանափակի իր ծրագիրը։ Նա նաև անդրադարձել է ծովային շրջափակման վերացման հնարավորությանը։ Պետքարտուղարի խոսքով բանակցությունները պետք է հանգեցնեն երկարաժամկետ համաձայնության։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Զապորոժիեի մարզի Կոսմոմոլսկոյե գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության գործողությանը մասնակցել են Արևելք զորախմբի ստորաբաժանումները։ Ռուսական կողմը նաև հայտնել է ուկրաինական տեխնիկա եւ տրանսպորտային միջոցների կորուստների մասին։ Միաժամանակ հաղորդվել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Ըստ պաշտոնական տվյալների հարվածների թիրախ են դարձել Ռուսաստանի տարբեր շրջաններ։ Բլումբերգի տվյալներով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է բանակցել Ֆրիդրիխ Մերցի եւ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների կազմակերպումը։ Աղբյուրների համաձայն այս հարցը արդեն քննարկվել է նաեւ Ուկրաինայի հետ։ Եվրոպական երկրները մտահոգված են հակամարտության հետագա սրմամբ։ Նրանք փորձում են ակտիվացնել դիվանագիտական շփումները մինչեւ ձմեռային շրջանը։ Ռազմական քրոնիկա ալիքի տվյալներով S-102B Քորփն հետախուզական ինքնաթիռը գործել է Սանկտ Պետերբուրգի շրջակայքում։ Թռիչքը կատարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Աղբյուրի գնահատմամբ նպատակն էր ուսումնասիրել արձանագրված ռազմական ակտիվությունը։ Նշվում է, սարքավորումները կարող են ֆիքսել հակաօդային պաշտպանության աշխատանքի տեխնիկական տվյալները։ Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի առաջին համարների հեռուստաբանավեճին։ Չմասնակցելու մասին հայտնել են նաև Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանն պատճառաբանել է, որ այսօր տեղի է ունենալու կուսակցության հանրահավաքը եւ հանդիպումը աջակիցների հետ, որի պատճառով էլ չի մասնակցելու բանավեճին։ Ընտրություններին ընդառաջ կառավարությունը Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կառավարությունից։ Կառավարության որոշմամբ կներվեն Արցախից տեղահանվածների մինչև 2023 թվական ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը եւ այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում։ Որոշումը վերաբերում է նաեւ այն վարույթներին, որոնք ապահոված են եղել շարժական գույքի գրավով եւ որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5 միլիոն դրամը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի արդիվ պետական բարձր պարգևներ է հանձնել ոստիկանության եւ փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործումներ դրած ավանդի համար ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար, երկրորդ աստիճանի հասարակական կարգի գերազանց պահպանման համար եւ երախտագիտության մեդալներով։ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի դեմ 14 հայց է ներկայացվել նախընտրական շրջանում բարիգործության արգելքը խախտելու հարցով, որևէ մեկը դեռ վարույթ չի ընդունվել։ Մինչ այդ անկախ դիտորդը խնդիրներ էր արձանագրել քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ, չնայած նախընտրական փուլում օրենսդրական արգելքին եւ հայտարարել, որ դիմել են վարչական դատարան պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է վերաքննիչ դատարանը Վազգեն Ռշտունու նախագահությամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Նրան նաև իրավունք է տրվել մասնակցելու ընտրություններին եւ տրվել է 7 ժամ Տավուշ այցելելու եւ քվեարկելու համար։
Ես անհամբեր սպասում եմ այսօր նախագահ ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնեցված ԵՄ Հայաստան աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Եվրամիության օնլայն հարցերով հանձնակատար Մարթա Կոսայ։ Եվրոպան համերաշխություն է հայտում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում։ Եվրամիության ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումները եւ համերաշխությունը կօգնեն մեղմել ճնշումը։ Ես անհամբեր սպասում եմ շատ շուտով Հայաստան վերադառնալուն, նշել է Մարթա Կոսը։ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, վստահեցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Բաքվին եւ Երևանին տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակի պատրաստման եւ տրամադրման հարցում, ասել է դիվանագետը։ Նա նշել է նաեւ, որ Ռուսաստանը հետեւողականորեն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերին ուղղված հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ կարգավորմանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է երկիրը չի հասել իր նպատակին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում 2027-2028 թվականների ժամկետի համար։ Մերցի խոսքով Գերմանիան առաջադրվել էր վստահ դիրքերի, սակայն արդյունքները չեն արդարացրել սպասումները։ Նա շնորհավորել է ընտրված երկրներին եւ ընդգծել մրցակիցների հաջողությունը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընտրել է նոր անդամներ, այդ թվում Ավստրիա, Պորտուգալիա, Զիմբաբվե եւ Տրինիդադ եւ Տոբագո։ ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են թմրանյութ տեղափոխող նավի։ ԱՄՆ հարավային հրամանատարության տվյալներով գործողության արդյունքում զոհվել է 2 մարդ։ Նավը շարժվում էր հայտնի մաքսանենգության երթուղիներով։ Հարվածը կատարվել է հարավային իզագործողության շրջանակում։ Նախկին տվյալներով նման հարվածների զոհերի թիվը անցնում է 200-ը։ Հաղորդվում է, ԱՄՆ ռազմական ղեկավարությունը չի ցանկանում լայնածավալ պատերազմի վերսկսում Իրանի դեմ։ Վաշինգտոնը կարծում է ռազմական ճանապարհը նպատակներին չի հասցնի։ Սպիտակ տունը նախընտրում է դիվանագիտական լուծում եւ տնտեսական ճնշում։ Միաժամանակ քննարկում են բանակցությունների հնարավոր նոր փուլեր։ Թրամփը նախկինում հայտարարել էր համաձայնությունը կարող է մոտ լինել։ Ալ-Հադաթը հաղորդում է, Իրանը եւ ԱՄՆ-ն կարող են հասնել միջանկյալ համաձայնության 4 փուլով։ Առաջին փուլում նախատեսվում է հրադադարի ամրապնդում եւ սրացման կանխում։ Երկրորդ փուլը վերաբերում է Հորմուզի նեղուցի անվտանգությանը։ Երրորդ փուլում քննարկվում է պատժամիջոցների մասնակի մեղմացում եւ ակտիվների ապասառեցում։ Չորրորդ փուլը կարող է վերաբերել վերջնական քաղաքական համաձայնության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը չի խորհրդակցում Չինաստանի հետ Թայվանին զենք վաճառելու հարցով։ Նա ընդգծել է ԱՄՆ քաղաքականությունը այս հարցում երկարաժամկետ է եւ անփոփոխ։ Ռուբիոն նշել է, Պեկինը պարբերաբար բարձրացնում է հարցը, սակայն դա չի ազդում ԱՄՆ դիրքորոշման վրա։ Ըստ նրա, որևէ բանակցություն Չինաստանի հետ չի ընթանում։ Նա հավելել է, ԱՄՆ-ն շարունակում է սեփական ռազմավարությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, Պատրիոտ համակարգերի հրթիռները շարունակաբար հասնում են Ուկրաինա։ Խոսքը ՊԱԿ-2 եւ ՊԱԿ-3 հրթիռների մասին է։ Նա նշել է, որ մատակարարումներն իրականացվում են ամեն օր, դաշինքի անդամ երկրները ապահովում են ֆինանսավորումը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ պահանջել էր արագացնել գործընթացը։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում էբոլայի ախտանիշներով 11 մարդ փախել է կարանտինային բաժանմունքներից։ Ընդհանուր վերահսկողության տակ է գտնվում շուրջ 4200 մարդ, մահացածների թիվը հասել է 62-ի։ Հաստատված դեպքերը կազմում են 363։ Առողջապահության ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները։ Firepoint ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, հնարավոր է դիտարկել Մոսկվայի ուղղությամբ հարվածներ։ Նա նշել է, խոսքը ֆլամինգո բալիստիկ հրթիռների մասին է։ Սցենարը դեռ տեսական է եւ կարող է զարգանալ ամռանը կամ աշնանը։ Ռուսաստանը նման հայտարարությունները նախկինում որակել է որպես ահաբեկչական։ Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել Rafale եւ Mirage 2005 կործանիչներ։ Շվեդիայի աջակցությամբ քննարկվում է նաեւ Gripen ինքնաթիռների փոխանցումը։ Ուկրաինան կարող է ստանալ մինչև 100 Rafale մինչև 2035 թվականը։ Սա կտրուկ կփոխի Ուկրաինայի օդուժի կառուցվածքը։ Արևմտյան կործանիչները կդառնան հիմնական հենարանը։ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան մեկնաբանել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Նրա խոսքով Լոնդոնը, Փարիզը եւ Բերլինը փորձում են պահպանել իրենց ազդեցությունը Ուկրաինայի շուրջ գործընթացներում։ Ժուրովան նշել է, առանց նրանց ակտիվ մասնակցության խաղաղ համաձայնության դեպքում Եվրոպայի դերը կարող է նվազել։ Նա ընդգծել է, Ռուսաստանը պետք է պահպանի սպասողական դիրքորոշում եւ հետևի եվրոպական երկրների քայլերին։
Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրու գրասենյակում խոզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված եւս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, փոխանցել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր չի մասնակցելու հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։ Ադրբեջանից Հայաստան կարտահանվի դիզելային վառելիքով լի 42 երկաթուղային վագոն, ըստ ԱՊԱ-ի վառելիքը այսօր կբեռնվի Գյուզդեկի կայարանից։ Ռուսաստանը սահմանափակել է հայկական արտադրանքի ներմուծումը բուսասանիտարական կանոնակարգերի պատճառով։ Կոմերսանտի փոխանցման մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ Մեր գերատեսչությունների այս որոշումը պայմանավորված է որոշակի ապրանքների Ռուսաստան ներմուծման համար հայտնի բուսասանիտարական կանոնակարգերին համապատասխանելու անհրաժեշտությամբ, ասել է Գալուզինը, նշելով, որ համապատասխան գերատեսչությունները կորոշեն սահմանափակ հայկական արտադրանքի լրացման հարցը։ Եվրամիությունը հրատապ կերպով Հայաստանի Հանրապետությանն է հատկացնելու ավելի քան 50 միլիոն եվրո, հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։ Այսօր ես խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության վերջին սահմանափակումների վերաբերյալ, սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, եւ դա անընդունելի է։ Հայկական արտադրանքի նկատմամբ արտահանման սահմանափակումները երկարաձգելով Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես զենք քաղաքական ճնշում գործադրելու համար, նշել է Լայենը։ ԵՄ խորհրդակցությունը սկսել է Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունների մեկնարկի պաշտոնական նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի Կիպրոսի նախագահությունը։ Նախագահության փոխանցմամբ աշխատանքներ են տարվում անդամակցության բանակցությունների առաջին փուլի պաշտոնական մեկնարկը ապահովելու համար։ Քննարկումների ավարտը նախատեսվում է առաջիկա օրերին, մինչև միջկառավարական համաժողովի անցկացումը։ Բանակցությունների մեկնարկը կարող է տեղի ունենալ հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն այն դեռ չի երաշխավորում թեկնածու երկրների վերջնական անդամակցությունը Եվրամիությանը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է Վաշինգտոնն ու Պեկինը քննարկում են յուրաքանչյուր կողմի համար 30 միլիարդ դոլարի ապրանքների մաքսատուրքերի փոխադարձ վերացումը։ Նրա խոսքով ստեղծվել է առևտրային խորհուրդ, որը կուսումնասիրի այն ապրանքները, որոնց նկատմամբ հնարավոր կլինի ազատ առևտուր իրականացնել։ Խոսքը հիմնականում վերաբերում է ոչ էական ապրանքներին, հրավառություններին, Հելոուինի զգեստներին եւ այլ լայն սպառման ապրանքներին։ Բեսենտը նշել է, նման ցանկում կարող են ընդգրկվել նաեւ ծովամթերքն ու էներգակիրները։ Չինաստանը եւս ավելի վաղ հայտարարել էր, քննարկվում է առնվազն 30 միլիարդ դոլարի ապրանքների մաքսատուրքերի կրճատման հարցը։ Քուվեյթը 2 իրանցի դիվանագետների հայտարարել է անցանկալի անձ եւ որոշել արտաքսել երկրից։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իրանական ԱԹՍ-ներն ու հրթիռները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ մի քանի մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Քուվեյթի ԱԳՆ-ն բողոքի նոտ է եղել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ հայտարարել դեսպանատան անձնակազմի կրճատման մասին։ Պաշտոնական Քուվեյթը նաեւ հերքել է Թեհրանի պնդումները, թե իր տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ամերիկյան գործողությունների համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կիսում է Լիբանանի ապառազմականացման նպատակը։ Նրա խոսքով, եթե ցանկանում են խաղաղություն ապահովել Լիբանանի եւ Իսրայելի միջև, ապա անհրաժեշտ է զինաթափել Հեզբոլլահը։ Նեթանյահուն պնդել է այդ կառույցը Լիբանանը օգտագործում է Իսրայելի դեմ գործողությունների համար։ Նա նաեւ հիշեցրել է Համասի հարձակումը եւ հայտարարել, ոչ մի պետություն չի հանդուրժի նման սպառնալիքներ։ Իսրայելի վարչապետը շեշտել է Լիբանանի ապագան հնարավոր չի ապահովել զինված խմբավորումների ներկայության պայմաններում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, այսօր Ուկրաինան այլևս միջազգային ուշադրության գլխավոր կենտրոնում չէ։ Նրա խոսքով Իրանը Միացյալ Նահանգների համար դարձել է թիվ 1 արտաքին քաղաքական խնդիրը։ Զելենսկին ընդգծել է, ԱՄՆ շարունակում է մնալ այն երկիրը, որը կարող է ամենաուժեղ ճնշումը գործադրել Կրեմլի վրա։ Նա նշել է, լավագույն տարբերակը կլինի Վաշինգտոնի եւ Եվրոպայի համատեղ ներգրավվածությունը բանակցային գործընթացում։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել է, պատրաստ է անձամբ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ պատերազմը հնարավորինս արագ ավարտելու նպատակով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Միաժամանակ նա ընդգծել է, դաշինք լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Ռուբիոն նշել է, նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպմանը Անկարայում։ Նրա խոսքով դաշինքի առջև ծառացած նոր մարտահրավերները պահանջում են կառուցվածքային փոփոխություններ։ ԱՄՆ վարչակազմը շարունակում է քննարկել ՆԱՏՕ-ի հետագա զարգացման հնարավոր ուղիները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, ամերիկյան կողմի հետ կապը չի դադարեցվել։ Նրա խոսքով կողմերը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել Բեյրութի դեմ հարձակումների թեմայով, սակայն ինչպես նշել է Արաղչին, բանակցային գործընթացում որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել։ Դիվանագետը փաստել է, քննարկումները շարունակում են, բայց առանց տեսանելի արդյունքների։ Իրանի ԱԳ-նախարարը գնահատել է, այս փուլում համաձայնության հասնելու հեռանկարները դեռևս մշուշոտ են։ Wall Street Journal-ի տեղեկություններով Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Աղբյուրների փոխանցմամբ նման սցենարը հնարավոր է, եթե Իրանի գործողությունների հետևանքով զոհվեն ամերիկացի զինծառայողներ։ Թրամփը մասնավոր զրույցներում հայտնել է, այդ դեպքում Վաշինգտոնը կարող է հրաժարվել հրադադարի ռեժիմից։ Պարբերականը նշում է, ԱՄՆ նախագահը պատրաստ է որոշ ժամանակ հանդուրժել սահմանափակ բախումները, խուսափելու ավելի լայն հակամարտությունից։ Միաժամանակ Թրամփը շարունակում է պնդել, Թեհրանի հետ բանակցությունները դրական ընթացք ունեն։ Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի իրականացման հարցում։ Այս մասին նշում է պետդեպարտամենտի տարածած համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն Հեզբոլլահը պետք է ամբողջությամբ դադարեցնի կրակը եւ դուրս բերի իր ուժերը Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից։ Կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել փորձնական անվտանգության գոտիներ, որոնք վերահսկվելու են Լիբանանի զինված ուժերի կողմից։ ԱՄՆ-ն ստանձնել է հետագա հաղորդակցության միջնորդության աջակցման պարտավորությունը։ Վայոց ձորի մարզպետ քաղաքացիական պայմանագրի պատգամավորի թեկնածու Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող Ջերմուկ գրուպ ընկերությունը 226 միլիոն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա։ Նախագծի համաձայն ընկերությունը Վայոց ձորի մարզում նախատեսում է իրականացնել շուրջ 3.4 միլիարդ դրամի ներդրում պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման նպատակով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 3.4 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 226 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեից հաստատել են խուզարկությունների մասին տեղեկությունները, բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվել են խուզարկություններ, ասված է հաղորդագրությունում։ Թրիփի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համաձայնագիրը ստորագրվեց։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ մանրամասներ ներկայացրել։ Սիրելի քաղաքացիներ, վարքյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի Թրիփի վերաբերյալ Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26-ին, ընդամենը օրեր առաջ, իր Հայաստան կատարած այցի ընթացքում եւ հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացվել։ Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, այս մասին որոշում է կայացրել կառավարությունը։ Զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ 2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետությունը այցելել 199541 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնել են զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 10%-ով, ասված է հաղորդագրությունում։ Ըստ պաշտոնական տվյալների, ապրիլին այցելել է 172705 զբոսաշրջիկ։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 6-ին առավելապես կեսօրից հետո 5-ին եւ 7-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևանում հունիսի 5-ից 6-ին, 7-ից 9-ին գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։